Ողջույն։ Եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Բաթոյան, մենք այսօր խոսելու ենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքից, հետևաբար ես չեմ կարող նաև այս հարցը չտալ։ Վերջին օրերին ամենաշատը քննարկվող հարցերից մեկը Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողն է եւ մասնավորապես նախորդ օրը նշվեց, որ նրա տնից կենդանաբանական այգի տեղափոխված կենդանին քնեցումից հետո չի արթնացել կամ սատկել է։ Դուք սրան ինչպիսի գնահատական ունեք։ Նախ սկզբում նշեմ, որ մեր օրենքը, որի մասին մենք զրուցելու ենք, չի կարգավորում այս կենդանիների վերաբերյալ հարաբերությունները, այնուամենայնիվ պատասխանելով հարցին պիտի ասեմ անկախ ամեն ինչից, իհարկե այս ոլորտում վայրի կենդանիներին վերաբերող ուրեմն հարաբերությունները եւս կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով, մասնավորապես կենդանական աշխարհի մասին օրենքով, եւ այստեղ հատկապես կարեւորում են վերահսկողությունը, որովհետեւ տեսչական մարմինները պարտավորություններ ունեն օրենքով սահմանված կարգով նախ վերահսկելու այդ կենդանիների ներմուծման, այսինքն Հայաստան տեղափոխման կամ Հայաստանից դուրս տեղափոխելու, ինչպես նաև նրանց պահման պայմանները, թույլտվությունը, կարգը, եւ ես կարծում եմ, որ այստեղ եւս մենք պիտի ուսումնասիրենք, քննենք, թե ինչ պայմաններում են նախ այդ կենդանիները հայտնվել նշված անձի սեփական տարածքում եւ ինչ պայմաններում են պահվել, ինչ վերաբերում է քնեցմանը կամ կենդանու հետագայում անկմանը, այստեղ եւս կարծում եմ, որ էլի քննության առարկա է, բայց քննչական մարմինը հայտարարել է արդեն, որ կքննի, այստեղ էլ պիտի հասկանանք, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, որպեսզի համապատասխան կերպով իրականացվի կենդանու քնեցումը, տեղափոխումը եւ խնամքը, որովհետեւ այստեղ եւս մասնագիտական աշխատանքի կարիք կա եւ պիտի հասկանալ որքանով է դա անհրաժեշտ պայմաններին համապատասխան իրականացնել։ Իհարկե մենք թեմայից մի փոքր կշեղվենք, հետո կրկին կվերադառնանք մեր բուն թեմային, այդուամենայնիվ մի քանի հարց կան, որ պետք է հնչի, որովհետեւ նաեւ դուք քաղաքական թիմի անդամ եք։ Տեսեք, խոսում ենք կենդանիների քնեցման, տեղափոխման մասին, բայց միևնույն ժամանակ որոշակիորեն հարցեր են ծագում։ Ծառուկյանը տարբեր տարիների ընթացքում միջելոց դրա մասին հրապարակային է հայտարարվել, մենք իմացել ենք, որ ունի կենդանիներ եւ դրանք պահվում են իր սեփական տան տարածքում կամ իրեն պատկանող տարածքներում, բայց ինչու է հիմա դրա մասին կամ ինչու է այդ հարցը հիմա հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, այստեղ տարօրինակություններ չկան։ Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ ուշացած է այս մոտեցումը, դուք ճիշտ ասում եք քաղաքական թիմի անդամ, բայց այս գործողությունները քաղաքական գործընթացների հետևանք կամ արդյունք չեն եւ հետեւաբար սա պետք է ուսումնասիրել օրենքի սահմաններում։ Ես նորից եմ կրկնում, պետք է հասկանալ այդ կենդանիները ինչ պայմաններում են հայտնվել տվյալ անձի սեփականության ներքո, ինչ պայմաններում են պահվել եւ ինչու է այնպես ստացվել, որ կա մեկ անձ կամ գուցե կանելի անձինք, որոնք իմ կարծիքով այս իմաստով արտոնյալ պայմաններ են ունեցել Հայաստանում, որովհետև ես օրինակ այլ անձանց չգիտեմ, որոնք գուցե նույնիսկ մեր այսպես ինֆորմացիայի համապատասխան ունեն կենդանիներ, վայրի կենդանիներ են պահում եւ այլն։ Հետևաբար ես կարծում եմ, որ այս գործողությունները այո, պիտի ավելի վաղ կենդանիների հետ համենայն դեպս կապված գործողությունները պիտի ավելի վաղ ուշադրության արժանանային։ Օրենքի բաց վրա եմ շեշտադրում անում, ոչ թե ես ասում եմ ինչու են դա արել, այլ ասում եմ ինչու են դա հիմա անում։ Համենայն դեպս մենք ես կարծում եմ, որ օրենքի բաց չունենք։ Հետևաբար մենք այստեղ գործ ունենք օրենքի կիրարկման հետ եւ այն հանգամանքի, արդյոք օրենքը շրջանցվել է եւ եթե այո, պիտի հասկանանք ինչ համապատասխան հետևանքներ պետք է դա ունենա։ Մեկ հարց եւս դուք ասացիք քաղաքական գործընթացների հետևանքով չէ, որ սա տեղի է ունենում, ընդդիմադիր քաղաքական գործիչները, վերլուծաբանները, փորձագետները պնդում են, որ այն ինչ հիմա տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ, նրա ունեցվածքի շուրջ եւ նաեւ կենդանիների շուրջ, դա ուղիղ քաղաքական իրենց ձևակերպման վենդետա եւ քաղաքական գործընթաց է։ Ես դրա համար հատուկ ընդգծեցի, որ հարցեր կան, որոնք ձեզ պիտի տան, որովհետեւ դուք նաեւ քաղաքական թիմի անդամ եք։ Ձեր մեկնաբանությունը, խնդրեմ այս մասով, իրենք ասում են, եթե Ծառուկյանը չմասնակցեր ընտրությունների, դեմ դուրս չգար գործող կամ կառավարող թիմին, նման իրավիճակի ականատես չէինք լինի, իրենց ձևակերպման քաղաքական հետապնդում նրա նկատմամբ չէր լինի եւ իրավապահները չէին էլ հիշի նրան։ Ես իրավապահ մարմինների գործողություններին իհարկե չեմ կարող գնահատական տալ կամ այս մասով քննության
առնել գործողությունները, իհարկե կարևոր եմ համարում, որ համապատասխան արձագանք կա այն բոլոր ենթադրյալ հանցագործությունների, որոնց մասին այսօր խոսվում է։ Պարզապես ես կարծում եմ, որ այս անձը փորձել է զբաղվել քաղաքականությամբ տարիներ շարունակ եւ հասկանալի պատճառներով, եւ այս անգամ էլ մեկ այլ փորձ է եղել մեզ բոլորիս հայտնի հանգամանքներում եւ իրավապահ մարմինները վստահաբար փորձում են քննության առնել հենց այդ հանգամանքները, թե այդ հանգամանքների քննությունը այլ ինչ բացահայտումներ կբերի եւ ինչի մասին մենք առաջիկայում կամ գուցե ավելի ուշ կիրազեկվենք, դա այլ հարց է, բայց նորից եմ կրկնում, այս գործընթացը զուտ իրավապահ համակարգի տիրույթում է եւ այստեղ ես կարող եմ գնահատականներ տալ պատահականություն է քաղաքական հայտարարությունները, գործընթացները իրավապահների ծավալած գործունեության հետ։ Իհարկե պատահականություն չէ, բայց քաղաքական հայտարարությունների հետևանք չէ։ Պատահականություն չէ այն իմաստով, որ այդ գործընթացները, այսինքն այս մարդու շուրջ են տեղի ունենում, այն իմաստով, որ այո նա նաև փորձ է անում իր ռեսուրսները օգտագործել քաղաքական ուրեմն գործընթացներում ազդեցություն ունենալու, այդ խոսքս ոչ օրինական ազդեցությունների մասին է իհարկե, բայց մենք անընդհատ հիշում ենք այս քննարկումները, անընդհատ այդ խնդիրները, այսինքն այս բոլոր խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, ոչ մեզ համար, ոչ էլ մեր հանրության համար նորություն չեն, հետեւաբար այդ գործընթացները որոշակի ժամանակ պիտի անցնեն, որոշակի գուցե ուրեմն տեղեկատվության համապատասխան բազայի հավաքագրման կարիք կա եւ այլն, այստեղ ես շատ ինֆորմացիա չունեմ բնականաբար իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, բայց դա միանշանակ այնպես չի, որ կապված է հենց քաղաքական հայտարարությունների հետ։ Պարզապես այդ անձը, որը այդպիսի ուրեմն գործողությունների է մասնակից, այսինքն չգիտեմ գործընթացներում, ինքն է որ փորձել է դերակատարում ունենալ նաեւ քաղաքական ոլորտում։ Լավ, գանք կենթանիների մասին օրենքի լրացումներին ինչ բացեր կային Տիկին Բաթան եւ ինչ լրամշակումներ եք դուք արել։ Ես ուզում եմ նախ հիշեցնել, որ այս օրենքը առաջին անգամ է ընդունվել, այսինքն մայր օրենք է եւ ընդունվել է 2026 թվականի մարտի 25-ին իմ գործընկերների Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ, որ երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել եւ օրենքը վերաբերում է թափառող կենթանիներին, տնային կենթանիներին, ծառայողական ուրեմն կենթանիների զվարճանքի ոլորտում մասնակցություն ունեցող օգտագործող կենթանիներին եւ այլն, համենայն դեպս վայրի կենթանիներին չի վերաբերում, ինչպես նաեւ գյուղատնտեսական ոլորտին եւ այս օրենքի ընդունումից հետո մենք բավականին լուրջ քննարկումներ ունեցանք, այսինքն հանրային ոլորտում փորձագետները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություններ էին հայտնում եւ որոշակի խնդիրներ էին տեսնում դրա կարգավորման շուրջ եւ այս քննարկումը պատճառ հանդիսացավ, որպեսզի ես նախաձեռնեմ իմ արդեն մյուս գործընկերների հետ օրենսդրական փոփոխություն, որը կհստակեցներ որոշ սկզբունքներ եւ այդ սկզբունքները հիմնականում վերաբերում էին առաջին հերթին հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող մոնիթորինգին, որովհետև կազմակերպությունները կարևորում էին հենց իրենց կողմից իրականացվող մոնիթորինգը կենթանիների պահվող ուրեմն կացարաններում։ Մյուսը կարևոր ենք համարում նաև ամրագրել այն սկզբունքը, թե որն է կենթանիների ուրեմն վերարտադրության սահմանափակման ծրագիրը, կարգավորման ծրագիրը եւ այստեղ կարևոր էր ամրագրել մարդասիրական սկզբունքներ, այսինքն որը մեզ թույլ կտար համոզելու նաև մեր ուրեմն հանրությանը, որ մենք չենք խոսում ընդհանուր այսպես մասսայական քնեցման մասին կամ քնեցման մասին, եթե այդ քնեցումը չի հիմնավորված անասնաբուժության մասին օրենքով, ինչ է իրենից ենթադրում ուրեմն վերարտադրության սահմանափակման ծրագիրը, սա կոնկրետ ծրագիր է, որը միջազգային ուրեմն փորձ ունի, այն ենթադրում է կենթանու բռնել, ստերջացնել, պատվաստել եւ վերադարձնել նույն տարածք։ Այս կարևոր սկզբունքներն են ամրագրել, իհարկե մի շարք փոփոխություններ եւս տեղի են ունեցել եւ հատկապես վարչական իրավախախտումների վերաբերյալ։ Դետալային անցնենք առաջ մինչ այդ։ Օրենքը նախատեսում է, որ պետք է ներդրվի պետական կրթական ծրագիր, պետք է մասնագետների վերապատրաստում տեղի ունենա եւ այլն։ Բյուջեն որքան կլինի, որտեղ սա ծախսատար է հավանաբար եւ արդյոք մեր բյուջեում այդքան գումար կա, որպեսզի այս ծրագրերը իրականացնեն, մասնագետների վերապատրաստումները տեղի ունենան։
Տեսեք, մենք այստեղ սկզբունքային հարցեր ենք ամրագրել, որոնք երբեմն միշտ չէ որ բյուջեի անհրաժեշտություն ունեն, օրինակ կրթական ծրագրերում ներառելը կամ կրթական հանրային կրթության ծրագիրը հաստատելը շատ կարևոր է առաջին հերթին համագործակցային սկզբունքով մշակելու եւ հետո նաեւ իրականացնելու։ Ինչ է սա նշանակում, որ երբ մենք խոսում ենք օրինակ հանրային կրթության մասին, այստեղ մենք կարող ենք խոսել լրատվամիջոցների ներգրավման, հասարակական կազմակերպությունների ներգրավման, միջազգային կազմակերպությունների կողմից լրացուցիչ ֆինանսների ներգրավման մասին եւ այլն։ Այստեղ կարևոր սկզբունքները իհարկե դրանցից որոշները բյուջե ենթադրում են, բայց այդ քննարկումները մենք կունենանք կարծում եմ բյուջեի քննարկման ժամանակ, որովհետև ֆինանսներ տրամադրելու համար առաջին հերթին պետք է օրենսդրական հիմք։ Մեզ միշտ հարցնում են նաև վերջերս ընդդիմադիր գործընկերները հանձնաժողովի նիստի ժամանակ հարցրեցին, արդյոք մենք ունենք բյուջե, որ դուք օրենքը մշակել եք, թե գուցե պետք էր բյուջե ունենալ, հետո օրենքը մշակել, այդպես չի լինում, հակառակը։ Մենք պիտի նախ ունենանք օրենսդրական հիմք, հետո դրա հիման վրա արդեն նշելով նաև կառավարության մեր գործընկերների հետ աշխատելով առաջարկել, որ բյուջեում ունենանք տողեր կոնկրետ գործողությունների եւ միջոցառումների համար։ Դուք ասացիք, որ օրենքում սահմանվում է բռնում, ստերջացում, պատվաստում, վերադարձ մեթոդը։ Գործնականում ասացիք, թե դա ինչ է նշանակում, բայց դա պիտի իրականացնի համայնքը կամ համայնքները։ Ունակ են համայնքները ունեն նման կարողություն իրականացնելու եւ ֆինանսական առումով եւ նաեւ տեխնիկապես։ Այսօր, եթե չեմ սխալվում, միայն Երևանի քաղաքապետարանը ունի նման հոակ, որը համենայն դեպս զբաղվում է այս գործողություններով, միջոցառումներով, նաև որոշ հարակից համայնքների համար է այդ պատասխանատվությունը ստանձնել, բայց այո, մենք պիտի զարգացնենք նաև այս հմտություններն ու կարողությունները, քանի որ մենք նաև որպես պայման ենք օրենքով սահմանել վերապատրաստումը մասնագետների, այստեղ խոսքը գնում է կենդանիների հետ աշխատող բազմաթիվ մասնագետների մասին, դրանցից մի քանիսին նշեմ, սկսած անասնաբուժից, մինչև շների հետ աշխատող հոգեբան կարող է լինել, վարքաբան կարող է լինել, կարող է կազմակերպիչը լինել, չգիտեմ, անասնաբուժների օգնականները եւ այլն, այսինքն բոլոր այն անձինք, ովքեր ներգրաված են թե կազմակերպչական, թե կառավարչական եւ թե խնամքի եւ ուրեմն բուժական ծառայություններում պիտի վերապատրաստումներ անցնեն։ Մենք այդ ռեսուրսները որոշ դեպքերում ունենք, որոշ դեպքերում պիտի վերանայենք, որովհետև ցավոք, երբ մենք խոսում ենք անասնաբուժերի մասին, մենք իրենց դեպքում ունենք շատ նեղ մասնագիտացում, հա, այսինքն մենք այնտեղ կոնկրետ խոսում ենք ընտանի կենդանիներ, այսինքն գյուղատնտեսական նշանակության օրինակ կենդանիների մասին, բայց նրանցից քանիսը օրինակ ունեն շների կամ կատուների հետ աշխատելու հմտություններ կամ որակավորում, դա այլ հարց է, եւ հենց սա է նպատակը, որ մենք պիտի նաեւ վերապատրաստումներ իրականացնենք։ Տուգանքների չափն եք մեծացրել ըստ նոր լրացումների, Տիկին Բաթան, օրինակ նախկինում եթե կենդանուն տերը կամ անձը կլքեր, նա տուգանվում էր 30,000 դրամ։ Հիմա դա դառնում է 200,000 դրամ։ Նախ մի քիչ շատ չէ սա։ Եվ ինչ եք կարծում, տուգանքի շեմն այսքան բարձրացնելով, արդյոք կօգնեք կամ կնպաստեք, որպեսզի մարդիկ իրենց կենդանիներին չլքեն։ Եվ կա արդյոք վիճակագրություն, որքան տերը իր կենդանուն լքում։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է օրենքի կանխարգելիչ գործառույթը, որը ինձ համար այսպես ասեմ, սիրած հատվածն է, որովհետև շատ հաճախ մենք մտածում ենք, որ օրենքը միայն մարդկանց պատժելու համար է, չէ։ Այստեղ մենք ունենք կանխարգելիչ գործառույթ։ Շատ կարևոր է, որ մարդիկ կենդանիներ նախ որդեգրելուց կամ գնելուց կամ, չգիտեմ, նվեր ստանալուց, հա, առաջ շատ լավ գնահատեն, իրենք այդ պատասխանատվությունը կրում են, թե ոչ, եւ դա է նաեւ պատճառը, որ օրենքը խոսում է կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին։ Այսինքն առաջին հերթին մարդը պիտի մտածի, երկար մտածի այդ մասին, որովհետև կենդանու փողոցում ուրեմն հայտնվելու պատճառներից մեկը նաև այն է, որ շատերը չեն գիտակցում դրա պատասխանատվությունը, դրա լրջությունը եւ վերջում շատ նաև նույնիսկ մաքրացեղ այսպես կենդանիներ, շներ հիմնականում հայտնվում են փողոցում։ Սրա պատճառը այն է, որ այո, այն քաղաքացիները, որոնք որդեգրում կամ գնում են կենդանիներին, չեն զգում պատասխանատվություն։ Մենք կարծում ենք, որ կարևոր է նաև այո ֆինանսապես տուգանքների միջոցով բարձրացնել այդ պատասխանատվությունը, որովհետև այստեղից է նաև գալիս այդ խնդիրը, երբ մենք խոսում ենք փողոցում հայտնված կենդանիների մասին։ Որոշ դեպքերում այդ տուգանքները պիտի օգնեն։ Մենք նաև բարձրացրել ենք տուգանքները կենդանուն
իր կենսագործունեության համար ոչ հարմար ուրեմն տեղում լքելու պարագայում սա եւս կարեւոր է Դա որն է, ոնց է սահմանում, ոնց է տեղեր որտեղ օրինակ կենթանին չի կարող իր կենսագործունեությունը պաշտպանել, հա, կարող են լինել դրանք որտեղ ինքը չի կարող սնունդ հայթայթել, որտեղ չի կարող ինքնապաշտպանությունը իրացնել եւ այլն։ Այսինքն հատուկ դաժանությամբ, հատուկ ուրեմն տեղերում լքված մարդիկ կարող են օրինակ երբեմն նաեւ կենթանուն կապած ձևով լքել եւ այլն։ Այստեղ այո մենք խոսում ենք պատասխանատու վերաբերմունքի մասին, դուգանքները ես կարծում եմ որ այստեղ շատ ավելի կարևոր են, բայց որոշ դեպքերում էլ նվազեցրել ենք։ Իհարկե սա չի գլխավոր մեթոդը կենթանիներին փողոցում հայտնվելու ուրեմն փաստը կանխարգելելու համար, այստեղ դրա համար մենք հատկապես կարևորել ենք հանրային կրթությունը եւ կրթական ծրագրերում, որովհետեւ երեխաներին անձանց պիտի հենց մանկապարտեզից սովորեցնել պատասխանատու վերաբերմունքի մասին ու նաեւ հետագայում հասկանալ, եթե մենք գործ ունենք արդեն փողոցային, ուրեմն թափառող կենթանիների հետ, ինչպիսի վարքագիծ ցուցաբերել եւ ինչ ծրագրեր իրականացնել, որ այդ խնդիրը լուծվի։ Տիկին Բաթան, բայց ո՞նց է ապացուցելու, որ տվյալ կենթանուն լքել է այս մարդը եւ գումարած դրան ինչ է կանելու, այդ բոլոր կենթանիները հաշվառված են, չիպավորված են, թե ոնց է պատկերացնում։ Մի սովորական կենցաղային օրինակ բերեմ։ Մարտով ինչ որ մի ժամանակ առաջ ունեցել է շուն, եղել է շանտերը, հետո որոշում է, որ այդ շանը պետք է բաց թողնի կամ թողնի փողոցում։ Եվ դուք ո՞նց եք գտնելու տիրոջը, ո՞նց եք նույնականացնելու, որ այս կենթանին լքված է, ո՞նց է իրականում դա աշխատում։ Շատ տարական օրինակ է։ Կարևոր հարց եք տալիս իհարկե։ Օրենքով սահմանված է, որ կենթանին պահողը պետք է պարտադիր հաշվառի իր կենթանուն։ Մենք այստեղ այս պահին չունենք դեռևս այդ մեխանիզմը, օրենքով սահմանված է, որ օրենքի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում կառավարությունը լիազոր մարմինը կսահմանեն այդ կարգերը։ Սա ինչ է նշանակում, որ կենթանիներին հաշվառելու, այո, կենթանիներին հաշվառելու, յուրաքանչյուր կենթանու հաշվառելու, սա նշանակում է այո, չիպավորում, տիրոջ տվյալների հավաքագրում եւ մենք վստահաբար արդեն դրանից հետո կունենանք թե որ կենթանին ում է պատկանում եւ հետեւաբար դրա կորելու կամ գտնվելու դեպքում մենք կհասկանանք ինչպիսի խնդիր է, այսինքն կենթանին պարզապես կորել է, կենթանուն գողացել են, թե կենթանին ուրեմն լքել է իր տերը, որը հա այս մասով այո կունենանք այսինքն պարտադիր է լինելու կենթանիների հաշվառումը, այո, օրենքով իսկ տերը կամ մարդը ով ցանկանում է այդ կենթանուն պահել, ինչքան ժամանակ ունի այդ պարտադիր գրանցումը իրականացնելու համար եւ եթե չի ցանկանում օրինակ գրանցել, դա պատասխանատվություն ենթադրող բան է, թե չէ։ Այո, պատասխանատվություն ենթադրող է եւ գնելուց հետո 10 օրվա ընթացքում պետք է հաշվառի։ Մենք այս կարգավորումները օրենքով սահմանել ենք, բայց դրանք մշակելիս, որովհետև դրանք պիտի մշակենք նաև հասարակական կազմակերպությունների հետ, թիմերի մեր գործընկերների հետ եւ իհարկե կառավարությունը պիտի դա մշակի, այս դեպքում հնարավոր է լինեն որոշակի վերանայումներ, փոփոխություններ, որովհետև կարգը նոր է եւ մենք ավելի պրակտիկ դաշտից գալով պիտի հասկանանք որն է ավելի ճիշտ, բայց այն որ միանշանակ բոլորը պիտի հաշվառված լինեն եւ իրենց տերերի հետ նույնականացված, սա փաստ է։ Դե տեսեք, ես եւ դուք միասին գործարք ենք անում, դուք վաճառում եք ընտանի կենթանի, ես այն գնում եմ եւ որևէ մեկը դրա մասին չի էլ իմանում եւ որոշում որ պետք է չհաշվառեմ, թեև դա պատասխանատվություն ենթադրող է, եթե դրա մասին պետության համապատասխան մարմինները դրա մասին իմանում են, բայց եթե չեն իմանում, ես եւ դուք մեր գործարքն իրականացնում ենք, այստեղ ոնց է կարգավորում գործնականում դա։ Կարևորը թե դրա հետևանքով ինչ է տեղի ունենում, այսինքն հանրային առողջությանը մենք ինչպիսի վնաս ենք օրինակ հասցնում, հա, կամ եթե կենթանին կորել է կամ կենթանին հայտնվել է փողոցում, բնականաբար այդ պատասխանատվությունը արդեն կգրի այն անձը, ում անունով հաշվառված է։ Եվ սա էլ կկարգավորի, որովհետև այս պահին, երբ մենք այդ կարգավորումները չունենք, շատ տարբեր տարատեսակ խնդիրներ կարող են լինել, բայց հաշվառումը նաև դա կկանխարգելի, որովհետև կենթանին գույք է։ Այսօր էլ օրենքով սահմանված է կենթանիները, թռչունները մարդկանց, եթե մարդկանց են պատկանում, դրանք իրենց գույքն են։ Հետևաբար, ինչպես որ այլ գույքի համար է պատասխանատվություն կրում անձը, եթե տալիս է ուրիշին օգտագործման առանց հաշվառելու կամ անվանափոխության, նույն պատասխանատվությունը կկրի նաև այս դեպքում։ Այսօր էլ ունենք դեպքեր, օրինակ ոչ այդ տեսակ, բայց
ինձ դիմել են մարդիկ, որ ասում են օրինակ իմ շանը տարել են, չգիտեմ, հոակի աշխատակիցները եւ այլն, եւ ես չգիտեմ կարողանում որտեղ գտնել իրենց։ Երբ ես հարցնում եմ ո՞նց է որ ձեր շունն է, արդյոք ինքը հաշվառված է, արդյոք ինքը ուներ ինչ-որ նշան, ինչպես է ստացվել, որ հայտնվել է փողոցում եւ տարել են, ասում է չէ։ Այսինքն այդ հաշվառման իհարկե գործընթացը դեռ չկա, այսինքն այս գործընթացը եւս ոչ միայն վերահսկողության մասին է խոսում, այլ նաեւ պաշտպանության, իհարկե պաշտպանության, որպեսզի այս խնդիրներից խուսափվի։ Լավ, Տիկին Բաթոյան, պատժաչափերը խիստ են լինելու պոտենցիալ վտանգ ներկայացնող շների զբոսանքը դնչկալով կամ կարճ կապով չկազմակերպելու համար։ Կհամաձայնեք, որ հիմա շատ են մարդիկ ընտանի կենդանիներ, հատկապես շներ պահում, բայց նաև վստահ եմ, որ կհամաձայնեք, մենք շատ հաճախ ենք տեսնում, երբ նույն զբոսանքի ժամանակ շների մեծ մասը, եթե ոչ գրեթե բոլորը, առանց դնչկալների են, այլ կապի երկարության մասին չեմ խոսում, դա երևի ավելի շատ տերերը կամ մասնագետները դրա մասին կասեն։ Նախ պետք է հստակեցնեք ոնց եք հասկանալու եւ գնահատելու պոտենցիալ վտանգ ներկայացնող շներին եւ ինչ պատժաչափեր են այստեղ լինելու, ինչ է եղել նախկինում, ինչ եք խստացրել։ Այս մասով պատժաչափեր չեն եղել նախկինում, այսինքն սահմանված չէր որպես տուգանք, բայց այս առաջարկը մենք ստացել ենք քաղաքացիներից նաև, որովհետև կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքով դա արգելված է, բայց օրինակ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով դրան չենք անդրադարձել։ Այս պահին ես ցավոք պատժաչափերը ձեռքից տակ չունեմ, բայց այստեղ խոսք են մասին է, որ կառավարությունը պիտի սահմանի ցանկը պոտենցիալ վտանգավոր շների։ Եվ այստեղ եւս մենք ունենալու ենք հստակեցում։ Այս ցանկը պետք է մշակվի իհարկե նորից մասնագետների հետ։ Մասնագետների հասարակական ոլորտում աշխատող են փորձագետների, որոնք այդ ոլորտի փորձագետներ են եւ ունեն հստակ չափանիշներ, թե որն է համարվում պոտենցիալ վտանգավոր շուն։ Այս պարագայում մենք շատ ավելի հստակ ունենանք այդ չափորոշիչները։ Դեռ սահմանված չեն տեսակ։ Տեսակները միջազգային ընդհանրապես կան իհարկե, այսինքն մենք այսպես գուցե գիտենք որոնք են օրինակ կամ ենթադրում ենք, բայց դա պիտի իհարկե ավելի հստակ լինի, որովհետև դրա համար կա սահմանված պատժաչափ։ Հետևաբար այդ ցանկը կհստակեցվի եւ արդեն այդ ցանկի դեպքում այո անպայման նաեւ տուգանքները կգործեն, որովհետեւ նորից եմ կրկնում, այս առաջարկը եկել է քաղաքացիներից, որտեւ այդ մտահոգությունը կա եւ այդ իրավիճակը մենք այո ցավոք ունենք Հայաստանում։ Լավ, իսկ ովքեր են լինելու վերահսկող տեսուչները, ովքեր փողոցներում կքայլեն եւ կգտնեն խախտումներ իրականացնողներին։ Տեսեք, մենք այս պարագայում էլի կարգը կգործի ինչպես բոլոր մյուս խախտումների դեպքում։ Իհարկե առաջին հերթին պատասխանատու է եթե կա խախտում, որևէ խախտում, քաղաքացին կարող է դիմել ոստիկանին։ Իսկ ոստիկանությունը կարող է այդ ուղղությամբ աշխատել։ Թիմերը եւս այդ մասով պատասխանատու աշխատակիցներ ունեն, բայց մենք քննարկում ենք նաեւ կառավարության գործընկերների հետ առաջարկ է եղել, բայց այս նախագծով չի ներառվել, որ որոշ դեպքերում, որոշ խախտումների պարագայում լինեն նաև առանձին քննող կամ մարմիններ կամ բաժիններ, դա եւս հետագայում կքննարկենք, ես նշեմ, որ այս նախագիծը ամենևին չի փակելու բոլոր խնդիրները։ Սրանք պարզապես այն փոփոխություններն են, որոնք մենք լսել ենք հանրության մտահոգությունների շրջանակում եւ փորձել ենք դրանց լուծում տալ, բայց սա միայն սկիզբն է եւ մենք աշխատելու ենք, շարունակելու ենք աշխատել բոլոր այն բաց մնացած հարցերին պատասխանելու, որոնք կարող են առաջանալ։ Այդ թվում էս հարցին։ Շատ լավ, ամփոփում ենք զրույցը, օրենքով նախատեսվում է, որ ՀԿ-ները կարողանալու են մշտադիտարկում իրականացնել բոլոր կացարաններում անկախ սեփականության ձևից։ Դա ենթադրում է, որ նաեւ մասնավոր կացարաններում հնարավորություն կունենան հասարակական կազմակերպությունները մշտադիտարկում իրականացնելու, բայց սա խնդիր չի առաջացնի այդ նույն մասնավոր կացարանների տերերի եւ ՀԿ-ների միջև։ Տեսեք, եւ ինչու է նման սահմանում։ Կառավարությունը սահմանելու են ուրեմն լիազոր մարմինների ցանկը, որոնք կմշակեն կացարանների համար այն պայմանները, որոնք պետք է պահպանվեն, անկախ նրանից, թե այդ կացարանը ում կողմից է կառուցվում։ Այսինքն չափանիշները, թե ինչպիսին պետք է լինի կացարանը, ինչ պայմաններ պիտի ունենա, մշակելու է լիազոր մարմինը։ Հետևաբար, երբ մենք սահմանում ենք, որ կացարանը այս տեսակի պետք է լինի, ինքը պիտի որոշակի, այսպես ասեմ, ճանաչում անցնի, ճանաչում նկատի ունեմ իդենտիֆիկացիա լիազոր մարմնի կողմից, սա նշանակում է, որ նաև այդ համապատասխան չափանիշների մոնիթորինգ կարող է իրականացնել այն հասարակական մոնիթորինգի թիմը, որին կընտրի էլի լիազոր մարմինը։ Ոչ մի խնդիր այստեղ չի կարող առաջանալ, եթե
կացարանի խնդիրն ու նպատակն է ապահովել համապատասխան պայմաններ եւ այդ խնդիրը լուծել, այսինքն եթե այսպես որևէ խախտումներով ինչ որ կացարաններ պահելու կամ այլ գործունեություն իրականացնելու նպատակ չունի այդ կացարանը, հակառակը պետք է ուրախ լինի, որ այդ մոնիթորինգային խումբը կայցելի, կդիտարկի խնդիրները, կբարձրաձայնի եւ առաջարկներ կանի այդ խնդիրները լուծելու համար, որովհետև մոնիթորինգային խմբի նպատակը առաջին հերթին սա է, ինչպես կացարաններին, այդպես էլ լիազոր մարմնին կամ տարբեր այլ ուրեմն պետական համայնքային կազմակերպությունների անել առաջարկներ բարելավելու բոլոր գործընթացները, իսկ եթե կան շատ լուրջ խախտումներ, իհարկե նաև դիմելու համապատասխան փակում կամ դադարեցում համապատասխան մարմինների դիմել, այո, իհարկե օրենքով սահմանված կարգով պետք է հետևանքներ ունենա։ Հետևաբար խոսքը այո բոլոր կացարանների մասին է եւ իհարկե այդ կացարանների մասին եւս եւ համայնքը եւ կառավարությունը պետք է տեղեկություն ունենա եւ այդ պայմաններին համապատասխան պետք է կացարանները գործեն։ Գիտեք, շատ հաճախ ներողություն Տիկին Բաթան, մասնավոր կացարաններ ունեցող մարդիկ ասում են, որ օրինակ դա պիտի աներ պետությունը։ Պետությունն այս հարցում թերացել է, չկան այնքան կացարաններ, որքան օրինակ պիտի լիներ եւ դրսում այդքան թափառող կենթանի չտեսնեն եւ իրենք ստիպված երբեմն բարեգործություն անելական նպատակ ունենալու բարեգործության նպատակով անում են դա եւ կարողանում են անել այնքանով, որքանով կարողանում են, բայց եթե լինեն ինչ որ չափորոշիչներ, դա իրենց համար արդեն դժվարություններ կստեղծի եւ եթե իրենք առավել եւս եթե փակվեն, ինչ է լինելու այդ կենթանիների ճակատագիրը, եթե այդքան կացարաններ չկա պետության հովանու։ Իհարկե կարևորը հենց մասնավոր կամ հասարակական կազմակերպությունների կողմից ուրեմն տնօրինվող կամ կառուցվող կացարանների գործունեությունը եւ այո սա կարևոր խնդիր է լուծում, որովհետեւ այսօր մենք չունենք այդ ռեսուրսները, բայց օրենքի մշակումը եւ ընդունումը ենթադրում է, որ մենք նաեւ ունենալու ենք համայնքային։ Բացի այդ մենք ենթադրում ենք, որ դրանք նաեւ կլինեն պատվիրակված ծառայությունների միջոցով, այսինքն ինչպես որ բոլոր մյուս ոլորտներում է, հա, օրինակ, ինչ ենք անում, կառավարությունը կամ կոնկրետ լիազոր մարմինը մրցութային կարգով հայտարարում է ուրեմն դրամաշնորհներ, որոնք տրամադրում է այս կամ այն ծառայության համար։ Ինքը այդ ուրեմն կացարանը չի հիմնում, բայց ֆինանսավորում է կոնկրետ ծառայությունները։ Եվ բացի այդ, եթե մենք խոսում ենք կենթանիների մասին, եթե մենք խոսում ենք հանրային առողջության մասին, մենք մեր առաջնահերթությունը հենց այստեղ պիտի տեսնենք, ոչ թե այն, թե մենք օրինակ, չգիտեմ, կոպիտ ասած գործն ենք անում, մենք բարեգործություն ենք անում, մենք լավ աշխատանք ենք անում, այո, բայց դա պիտի համապատասխանի չափանիշներին։ Այլապես ստացվում է, որ եթե այդ չափանիշներին մենք համապատասխան չենք աշխատում, այդ ուրեմն աշխատանքը կարող է գուցե այդքան էլ լավ չի ստացվում կամ այդքան էլ արդյունավետ չի լինում։ Հետևաբար, եթե մեր ցանկությունն է կենթանիների պաշտպանությունը, հանրային առողջությունը, ապա մենք պիտի միասին նախ մշակենք այդ չափանիշները, համաձայնենք դրանց շուրջ եւ բոլորս միասին պահենք այդ կանոնները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Զարուհի Բաթոյանն էր։ Կհանդիպենք։